Սիրելիներ, բարև բոլորիդ, Տերս օրհնե թող մեր այսօրվա հիանալի օրը, մեզի պահի ու պահպանի իր սուրբ ու հզոր ներկայության մեջ։ Թող իր վրանները տարածե ամեն մեկիս կյանքում ու ընտանիքում, ու թող լուսավորվի մեր մտքերը, սրտերն ու հոգիները, որպեսզի ճանաչենք Աստծո ճշմարտությունը ու քայլենք Աստծո հետևից ու դառնանք Տիրոջը հաճելի ու բիդանի զավակներ։ Այսօր կուզեմ պատմեմ այն հրաշք գործերի մասին, որ Տերս այս քանի օրը երավ իմ կյանքիս մեջ այցելությունների ժամանակ։ Այն չափով, որ Սուրբ Հոգին ինձ առաջնորդ է, որովհետև Տիրոջ գործերը մենք պիտի ամեն օր պատմենք, Տիրոջ գործերը պիտի չմոռանանք, ու ամեն օր պիտի վկայենք իր մեծ ու հրաշք գործերի մասին։ Այսօրվա վկայության ժամանակ, սիրելիներ, դուք բոլորդ կստանաք շատ հարցերի պատասխաններ, թե ինչ Աստված կգործե բոլորի կյանքում, թե ինչքան կարևոր է հնազանդությունը, ու թե ինչքան կարևոր է վստահել Աստծուն, ու չկասկածել Աստծո մեծության վրա, Աստծո կարողությունների վրա, Աստծո հնարավորությունների վրա։ Սիրելիներ, ես կարճ վկայեցի, թե ինչ իմ 70 դրամս Տերս դարձրեց 27,000 դրամ, իսկ հետո շարունակությունը չիմացաք, թե 27,000 դրամը ինչքան դարձրեց ու ինչքան օրհնություններ բերեց։ Իմ կյանքիս մեջ զուտ եմ պատճառով, որ Տեր ինձ սկսե գնա ու ես կեշտամ։ Այս սենյակի մեջ էի, երբ որ մենք ծառայություն կանցկացնեինք, ու երբ որ իմ քուրս ամբողջ գիշեր չէր քնել իր երեխու համար, որ երեխեն պարկած տեղից չէր ելը, ամբողջ օրը հաց չէր կերել, մի խոսքով սուր դեպրեսիայի մեջ էր։ Իր մայրը մտահոգությունից ելնելով պարզապես ինձ խնդրել էր, որ աղոթե իր համար, Տերս սավ անձամբ այցելե։ Ու երբ որ Տերս սավ այցելե, ես ընդամենը 70 դրամ ունեի։ Բայց իրա ու պատրաստվա, ես գիտեմ, որ Տերն որ կսե այցելե, ուրեմն ինքը իմ հերսը, ինքը չի որ ես փող չունեմ, ինքը նաև այդ միջոցները կուտա։ Քայլելու բոլոր միջոցները կուտա։ Սիրելիներ, գնացի տղուցս վերցրեցի ընդամենը 2000 դրամ, ինքը Երևան պիտի գումար ուղարկեր, հազիվ գնացավ տկան տար, ու Աստված տկան թողեց որ տար, հասա Երևան, պատմել եմ ձեզ այդ մասին, հագիշ կանցնիմ, հետո կպատմեմ շարունակությունը։ Երևանի քրերից մեկը, որոնց ընտանիքում էլի մեծ աշխատանք է տարել Տերս իմ միջոցով, ինքը կանչեց 2000 դրամ տվեց, 2000 դրամ նոր տվեց, մեկ քիչ նստանք ու Տերս հենց մի ելի ու գնա։ Քրոջս էցի քուր, հենց մի ես պիտի ելնիմ ու էշտամ, Տերը ինձ պատվիրեց որ էշտամ։ Ու գնացի որ ճամպեմ այդ քրոջը, Աստված ուրիշ քրոջ բերեց, որ նոր իմ բաժանորդներից էր, որին ես չէի ճանճել, որին որ քուրը Աստված կճանճեր, բերեց ու հետևիցս ընկե եկել է, տեսել որ ես Երևանի մեջ եմ, հետևիցս ընկե եկել է, ու Տերը իրան սել որ ինձ մոտենա ու գումար օրհնե։ Ուրեմն մոտեցավ այդ քուրը ու բա Աննա ջան, դուք եք հա, ասեցի, հա քուր ջան, ես քո բաժանորդներից եմ, երկար ժամանակ կհետևեմ, ես իրոք կզգամ որ դու Աստծունն ես, մի խոսքով կաշ խոսացինք, այն քրոջը ես ճամպեցի, որովհետև ամուսինը զանգեց կանչեց, այն մյուս քրոջը սեցի արի խոսանք, նստանք մի փոքրում խոսացինք, քուրը սավ ինչ կյանի, կուկաս մեր տուն, սի չէ քուր ջան, չեմ կապդի, հասնիմ հոկտեմբերյան, այդ ինչ որ մի հատ ընտանիքի, որի մասին արդեն ես ձեզի պատմեցի, որ ես ընդեղ պտեղնեմ։ Ու այդ ժամանակ Տերը ինձ սավ դու դեշ տաս իրանց տուն, ու պիտի աղոթես ու օրհնես իրանց տունը։ Քուրսեցի չէ, ես պիտի կամ ձեր տուն, Տերը սավ որ ես ձեր տուն պիտի կամ։ Ու գիտեք ես հակա, ու քրոջ որ սեցի այնքան ուրախացավ քուրը, գնացինք իրանց տուն։ Քուրս ինձ ու մտաներս ինքը հաց տրեց, քուր ճարցեցի։ Հիմի հիշում եմ բան միրա, ուղղակի Սուրբ Հոգին կառաջնորդոր ես մի անգամից աղոթեմ։ Սուրբ Հոգու ներկայությունը հզոր ձևով իշավի իմ վրես ու ես սկսեցի աղոթել ու օրհնել։ Աղոթեցի, օրհնեցի, բրձա մեկ էս քուրը նորից մոտեցավ ինձի, քուր, Աստված ինձ սա որ էլի քեզի գումար օրհնեմ ու հանեց 20,000 դրամ տվեց։ Եսի կագնի չէ քուրս չեմ վերցնեմ, ինչև չնայեմ, տիրոջից է, թե տիրոջից չէ, ես
որովհետև կարող է մարմնից եղնի, ոգևորվածությունից եղնի ու դու տաս ես աղոթեցի ու Տերը սավ շնորհակալություն հայտնե, գոհություն հայտնե, որովհետև ես կենեմ այդ ամեն ինչը։ Ուրեմն այս քուրս հաց կերծրեց, հանգստացա, միասին աղոթ կերեցինք, հետս բաներ դրեց ցումքիս մեջ ու ճամփու դրեց։ Գնացի մեկ է հոկտեմբերյանի հետ կապված է քրոջս ասեցի, թե պատմեմ գա դուք շատ հարցերի պատասխաններ կստանաք, Ժորժ ջան, ուշադիր լսեք։ Քրոջս ասեցի, թե քուրս ասեցի, մի հատ քու տղուտ հարցրա, ինքը կուզար ես կամ իժա հետ խոսամ։ Ու ինքն է բացասական պատասխաններ տվեց, սիրորան իմաստն չի կամ ես այնքան ծանրաբեռնված եմ առանցենե այցելություններով, սի ավել լավ է չկա։ Ու այս քուրը տխրավ էլի, սավիզուրե հարցրեցի, դու միանգամից կայր ավելի լավ կյաներ, սի բայց քուր սպասենք տիրոջը, կապ չունի, ինքը ինչ ես է, դու ինչ կսես, ես ինչ կորոշեմ, Աստված պետք է։ Ուրեմն նստած էի, մեկ է տիրոջ զորությունը իջավ վրես ու հմի ելել եմ վազեմ գա, տնից վար, վերից վար կոշիներս մանկուկամ, ընդեղ կեշտամ, ընդեղ ես քունեի դեպցս կվազեք, հուր կսեմ Աստված ինձի կտանի հոկտեմբերյան, ես չեմ մեջտա, ես կվազեմ, ես կզգամ, որ Տերս կվազցնե ընդեղ։ Ու գնացի փառք Աստծուն, գնացի ու Աստված ընդեղ մեծ գործ երեց, մենք ես, մեր քուրը, իր տղեն, շատ աղոթքներ երեցինք։ Մեկ է գիշերը քնած էի, մամենտը WhatsApp-ը միացրի, թե գիշերներն է կզարթնիմ, կնայեմ, թե ով է ինչ է գցե, մեկ է տեսար քրերից մեկը մեր եկեղեցու, անտամներից մեկը $200 էր խրգե։ $200 էր խրգե, երեխեք, հա, ես մոռացա պատմեի, նաև այդ 27,000 դրամ նոր եղավ, ուրեմն Աստված, իմ մոտս եղավ 27,000, տեղ չեշտանք, ստեղ ստորակետ տնենք, եդեշտանք, դիկտերս հիշը ծրեց, որ վկայեմ, ուրեմն Տերս ինչ սավ 5,000 դրամը կոշնես են քրոջը, որնոր քեզի 2,000 դրամ էր օշնե։ Դու միսա, ես տեղյակ չեմ, այդ քրոջը տվեցի, իրանք է մոդիկ կաբրեին իրար, տենիկ ճամպեց նիգե ինձի տարավ իրանց տուն։ Մեկ է որ սավ կոշնես, ես օշնեցի իջան, հա, սեցի քուր բանը կենես կուդաս ես քրոջը, որնոր ինձի ճամպեց։ Ուրեմն սի կուդաս քու ամուսնուտ։ Աստված ցույց տվեց ամուսնու, կսեմ որ չսեցի ամուսնուս, սկսի մանտրաժեր ընգե քարացել էր, ինչի համար էր Տերս է, ուրեմն սենյակից եկավ ինձի բարևեց, փաթթվավ ու գնաց սենյակ, դուրս չեկավ, կսե ինքը ինքան տխուր էր, կսե տեղ բդեշտաշ տաքսու փող չուներ, ու այդ պահին կսե ես սեցի, թե Աննան քեզի փող է օշնե, երեխեք տեսեք իշքան կարևոր որ դու հասկնաս, որ փողն որ Աստված քեզի կուտա, դիք մենակ քեզի համար չի տա, դու դինայես, թե ինչի համար կուտա, ում համար կուտա։ Ու քուրնել որ ինձի փող տվեց 20,000 դրամը, ես որ սիպտի օշնենք լավ քուրսավ քեզի եմ տվել լույսի ու գազի փող կուդաս շատ փողեր ինձի անձամբ կուդան, կսեմ քուր ջան, ախր հակու ընտանիքիդ համար եմ տվել, սեցի քուր, իմ ընտանիքս առաջինը իմ եկեղեցու սանտամներն են, իրանք իմ ընտանիքս են, իրանք իմ երեխեքս են, ես չեմ կրնա իրանց հոգ չտանիմ, առաջինը կսե բարի կարեք ամենին, մանավանդ ձեր հավատքի ընտանիներին։ Ու ես չեմ կնա առաջին որ փողը փոխանցեն դիտերը, ինձ նաև կսե թե ես ինչ բդենեմ, չէ՞ որ Աստված ինձ սավ իմ մորս մահից հետո սավ ես ամբողջ ազգերը քո ոտքերի տակ կփռեմ, մենակ հոգտար իմ երեխեքիս համար։ Երեխեք ջան, մի խոսքով ես 5,000-ն էլ այդտեղ օշնեցի ու գնացի։ Երբ որ $200 եկե, Տերը հիշը ծրեց ինձ որ ինքն ծիսել որ 30,000 դրամ պետք է օշնեմ մեկ քրոջ եմ, որ նոր վարձով կապրի, հիվանդ է, մի խոսքով ամուսին չունի, երկու երեխա մահացել է, այդ քրոջը սավ դու պետք է օշնես, միանգամից սավ այդ գումարից 30,000 դրամը պետք է օշնես տեղ, սկան գումարը ստեղ պետք է տաս, որովհետև երեխեք, այդ քուրներ էր ինձի համար խրգե։ Գիտեք, $200 ինքնձի շուտ սել էր, Աստված սել որ քեզի հենց իմենն է քեզի պետք է խրգեմ փողը։ Սի քուր ջան, իմինը ես նաև դուք եք։ Դիք դուք միքսեք ես ում տամ ինչ ենեմ, էլի ինչ կեղնի, թողեք ես ինքս իմ ապաշխարությունից հետո ոչ իմ փողս ունեմ, ոչ իմ սեփական ինչ որ բանս կնայեմ Տեր ում ինչ կսեք ու դա։ Որովհետև շատ հաճախ շոր եք ու դա ու կսեմ Աննա ջան, սիկ դու կհակնես, մենակ դու այ քուր ջան, կսեմ սպասե։ Ես ինքան շոր ունեմ, սպասե կարող է Աստված տվել որ ինչ որ մեկի փոխանցեմ, մի առաջին գեք, թողեք սպասենք Տիրոջը, որովհետև ամեն բան Տիրոջին ու պիտի Տիրոջից առնես ու Տիրոջով բաժնես։ Եթե մարմնից կենես, հարցակումների տակ կգնես։
Ինչև երեխեք ջան, ուրեմն այդտեղ օրհնեցի, հետո քնածել եմ երեխեք, պատկերացրեք ինչքան այցելություններ եմ քնածել։ Հոկտեմբերյանի գյուղերից հետո եկել եմ հոկտեմբերյան, իրանք բերեցին իրանց մեքենայով ճամպեցին։ Հոկտեմբերյանից եկել եմ Երևան։ Երևանի ավտոկայարանից գնացել եմ Գայի արձան, արդեն Երևանի ճամպեքն եք սորվում։ Գայի արձանից գնացել եմ 9-րդ մասիվ, էլի քրերից մեկի տունը։ 9-րդ մասիվից տաքսին եկել է գնացել եմ նոյեմբերյան Կողբ գյուղը, պատկերացնեք, իժեք ժամ ճամպա եմ գնացել։ Ինչ ձևի այդ ճամպեկը գնացել եմ, իրանց տուն իջել եմ, էլի մեր եկեղեցու անդամներին, ես հերթով կայցել եմ, որ ուր կուզեն, Ռուսաստան է, արտասահման է, Թիֆլիս է, ես իմ երեխեքիս, որոնց որ Աստված է վստահ ինձ, եւ կպատժեմ, եւ կսիրեմ, եւ կայցելեմ հոգ տանեմ։ Մեր հոգուն կրնա եկեղեցուց խմպակից քանի անգամ դուսանեմ։ Ու գիտեք ինչի, որպեսզի հասկանան, որ եկեղեցին ամենալուրջ տեղն է, որտեղ որ դու քուգը չպետք է պարտադրես, մենք բոլորս, քան որ եկեղեցու առաջնորդն ու հովիվը Աստված է, մենք պետք է բոլորս կատարենք այն, ինչ որ Տերը մեզի կպատվիրե։ Հետո գնացել եմ նոյեմբերյան, պատկերացրեք, այդ նոյեմբերյանի ճամպեն եղել է էշտալու գալը իրար հետ 14,000 դրամ։ Ես կմտածեի, թե տես ջան, ինչեղ պետք է ես բան եմ էլի, այդքան ճամպեն էշտամ ու կամ հոգնիմ գա երկար, որովհետև ես ոտքերս ծնգիս միջև ներքև արդեն ոտքերս կսկամ, որ կթուրնա այդ ոտքերս կախ գծելուց։ Հավատացեք երեխեք, Տերը մեզ է տարել, բայց որ իջա նոյեմբերյան, սպես ինչ խոր Սամալյոտից իջած են շատ վատ, ни ռուսկի, ни արմյանսկի վիճակ էր մոդես, ոչ հայերեն, ոչ ռուսերեն կհասկնայ, խնդրեցի սի թողեք էշտան պարգիմ առանձնանամ, հիմի հեչ մարդու չեմ կրնա խոսամ, շատ վատ եմ, ու կուզեմ իմանամ, թե ես ստեղ իշքան բդի մնամ, հոկտեմբերյան 2 օր մնացել ենք, տղես էլ հետո եկավ միացավ, առանց ինձի չէր կրնա մնար, պարային խմբի հետ եմ նորից է, դասատուն բերել է, միացրել եմ, եկե վերցրել են քրոջ ու աղբոր հետ։ Մի խոսքով այդպես գնացել եմ տղուս հետ, Արտեմ Դանիելիս հետ, գնացել եմ այդ Կողբ գյուղը։ Սաղ տեղերը արդեն կսորվինք էլի, թաղային տեսու չեմ տարել ժողովուրդը, փառք Տիրոջս։ Ահա, լույս իջնի վրեներս։ Ինչևէ, դորից հետո ուրեմն այսօր չիմացա, ես չգիտեմ տկան թանկ է 7000 դրամ է, թե Տերս որ կպատվիրեմ, դե իշտամ կուզե 100,000 դրամ մնի, կուզեմ ջեբս 10 դրամ փող չմնա։ Հա, ուրեմն այդ ետ գալուց նայեց որ 7000 դրամ կա մոդես որ պետք է ես վերցնեմ ու ետ կամ քունելով գումար օրհնեց ում տուն նոր գնացել էինք Տերս չթողեց վերցնեմ։ Սա մի վերցր ասա, իրացերը փող չկա, չեմ վերցնե քուրճան կսեմ։ Էլի կուդա թե Աննա ջան, ոչինչ, թոշակտիակ ստանանք, չէ կսեմ քուրճան։ Ընձե Աստվածել է կսե որ ես քեզի օրհնեմ։ Կսեմ ընձե Աստվածել է որ չեմ վերցնեմ։ Երեխեք ջան, կեղնիք պես բաներ, որ մեկին Աստված ուրիշ բան կսե, մեկին ուրիշ բան կսե։ Ուղղակի մեր հնազանդությունը տեսնելու համար, չէ՞, մեր մարգարեին սեց գնա հաց չուտես հեչ միտը, մյուսինը սա գնա, սա թող կա կուտունը հաց ուտե։ Ինչի համար կենե Աստված, որպեսզի տեսնի մենք մեր հավատքը մարգարեի մարդու վրա ենք կառուցել, թե Տիրոջ։ Սիկ այսօր կպատմեմ պատահական բաներ չեմ պատմել, Ժորժ ջան, շատ հարցերի պատասխաններ կստանա։ Կխնդրեմ մեկնությունների մեջ գրեք, ով ինչ հարցի պատասխան ստացավ, լավ, սիրելիներ։ Հա, դիգտպես։ Ուրեմն 14000 նայեցի, կա մեկ է կոպեկներ հիմա տուն հասնելու փող չունենք։ Մեկ այնտեղ քրերից մեկը զանգեց, ում որ 5000 դրամ էի օրհնել, կվկայեք Սաննա, տեսնիս կը 2000 դրամ նոր քեզի տվեցի, դուրից հետո դու 5000 օրհնեցիր, հիմա մամաս է արտասահմանից փոխերգե։ Աստված ինձ ասա, որ նորից 5000 դրամ պիտի տամ։ Հետո մյուս քուրը քանի անգամ զանգել է, պիտի կամ քեզի ճամփու տնեմ, պիտի կամ քեզի ճամփու տնեմ։ Ասի քուրճան, երբ որ գնացի ու պիտի փողե օրհնեմ քեզի էլի։ 25000 դրամ օրհնել է, չի հանգստանա։ Էլի պիտի օրհնենցի, որովհետև երեխեք Տերն է պատվիրել իրան։ Ընձ որ ինքը կտանի, ինքը գիտե որ ես պատրաստ եմ էշտելու, բայց նա գիտե որ արդեն փողերը վերջացել է, ինքը իր երեխեքին կսե, սոր նիկերանի, նոր նիկերա։ Ուրեմն գնացինք, կանգնել ենք Սասունցի Տավտի արձանի մոտ։ Քուրը եկավ, երեխեք, ես Այդ ամբողջ ընտասկը կսեմ, վայ Հիսուս ջան, դու ես ինչքան ձգսիրես, վայ Հիսուս ջան, դու ինձ ինչքան հոգ տանես, ես ինչ ձևի դու կլսնես մեր կարիքները։
Երեխեք այդ քուրը եկել է 10,000 դրամ ինքն է էլի բերել, 5,000 դրամ մեր մյուս քրոջ բերածն է, այդ քուրը բերել է բրտուճներ, մեկը պաներով, վրեն գրել է պանիր, մեկը ձվով, մեջը պամիդոր, վարունգ, բան, դրել բրտուճներ էր սիրուն բերել են ու տղուս համար, բերել է սոգեր, բերել է բաժակներ, կամֆետ, ջուր, ինչ որ մեզի պետք է որ ճամփեն մենք ուտենք, երեխեք, քսեմ էսի տերն է նողը, ես գիտեք հիշեցի մեր խոսքը որ իմ մամայիս մահից հետո տերս ինձ ասավ թե սավ դու մորդ հերիք է պաշտես, այսօր քսե իմ մերս ուրիշ էր, իմ մերս հոգ կտաներ իմ մասիս, իմ մերս միակ մարդն էր Աստծուց հետո որ ամեն ցևի կանգնած էր իմ կողքս, տերը ինձ ասավ հերիք է քո մորդ պաշտես, իրա միջոցով ես հոգ եմ տարել քեզի, դսեք ինչ քսեմ երեխեք, ու ես այդ խոսքը չեմ մոռանա, սա իրա միջոցով ես եմ հոգ տարել քեզի, ու այսօր էլ մենք մեր երեխեքին Տիրոջ միջոցով հոգ տանենք, դրա համար պետք չէ մարդկանց ասենք շատ լավն է, շատ բարի ես, չէ, ամեն ինչի մեջ փորձեք Տիրոջը տեսնեք, ուտկանը չէ երեխեք, մայկեք է բերե, երկու հատ տղու սիրուն մայկեք, ռետուզներ է բերե, կոֆեի բաժակ, այ Աստված ջան, հիշը ծրա այլ ինչ երեշ բերե քուրս, կոֆեի բաժակ, մի խոսքով այնքան նվերներ բեր, պիժամոյի շալվար էր բերե, դակ, փառք Տիրոջը սկսեմ, փառք ես Տեր ջան, դու ես ինչը հոգ տանես ինձի համար, դու ես ինչը իմ կողքս կանգնած ես, դու ես ինչը ինձի կսիրես Տեր ջան, որ սկան մարդկանց հանել ես ոտի, որ իմ կողքիս հետ գան ու ծառայենք քեզի Տերս, փառք Տիրոջս, թող սուրբ անունդ փառավորվի Հայր ջան։ Այո, մեր այցելությունները չի վերջած, երեխեք ջան, ու ես եկա բարեհաջող տուն հասա։ Այն կարգի հոգնած է, երեխեք, այն կարգի հոգնած է, որ եկել եմ այդ օրը քնել եմ, քիչ գործերեցի քնա, երկրորդ օրը տեղիցս չեմ կրծերնիմ, ցերեգը քնել եմ, պարգել եմ, երկու իջեք հոգու հետ խոսացի հեռախոսով, որ Տերս պատվիրեց, եկի քնել եմ, գիշերը առավոտը քնել եմ, գիշերը նորից քնել եմ, այսօր առավոտ լավ չի կնա խմբագի մասնակցել, երեխեք ինձ էցի դուք զանգեք, աղոթեք ինձի համար աղոթեք, աղոթեցին ու զորություն իջաբրես մասնակցի խմբագին ու հզոր աղոթքի տարավ Տերս ու զորացրեց ու ժողացրեց, փառք Աստծուն ամեն ինչի համար։ Սիրելիներ, ես ձեզիս եմ, մեր եկեղեցին մի ուրիշ ձև ընտանիք է։ Ես որ կմիանամ մեր խմբագի անդամների հետ, մեր եկեղեցու անդամների, ես գիտեմ 5 հոգի չեն, 5000 հոգի են։ Հզոր Տիրոջ ներկայություն կա, ուժեղ սրբություն ու մաքրություն կա։ Ու գիտեք ինչի այդպես, որովհետև եկեղեցում մեղքը չի հանդուրժվի։ Եկեղեցում մեղքը չի հանդուրժվի։ Եթե ինչ որ մեկը կտեսնի որ կուկա իրանը թելադրե, Աստված ինձ կսե հանե հեռացելու։ Ունձի չի դակրով զնես կնեղենա։ Պետք է որ ես ինձի վերցնե թաբլետուս, ես ինձի համար սպես առաջինը թող ինձի թաբլետուս, եթե ես պիտի անեսք բերեմ եկեղեցու, եկեղեցին սուրբ վայր է, եկեղեցին մենք կուկանք պրոստը Աստծուն փնտրելու, եկեղեցի կուկանք սրբվելու, մաքրվելու ու սուրբ սիրով մեկս մյուսից սիրելու, այսինք է մեր եկեղեցին, ես բոլորի տները հեշտով կեշտամ, կայցելեմ, Արդեն տներ կա որ քանի անգամ եմ գնացել, տեղ եղել է 8 օր ենք մնացել, 8 օր եմ մնացել Ռուսաստան, տեղ կա 2 օր կմնամ, տեղ կա մի օր եմ կմնամ, ուտեղ իշկան կտան, տեղ կա կմտնիմ դուրս կուկամ, պես մտնոլորտ է ստեղծված մեր մեջ, որ այն ժամանակներում իշխեր, որ իրանց ունեցածը հասարակած կսպեին, ես մի այդ խոսքն եմ Տիրոջից ստացել, մեկիս ավելը մյուսիս պակասը դրացնե, այսինք ընտանիքը Ընտանիքը նիք չոր մեկը պիտի 10 հատ ավտո ունենա, ֆիրմա, այն մյուսը կոշիգե չունենա, բոգված որ հագնի։ Մեր ընտանիքի մեջ կա այդ միաբանությունը։ Ես չեմ մեջտա մարդկանց նյութապես օգնելու։ Շատ հաճախ կզանգեն քսենցի օգնե։ Հիշեք երեխեք, ես մարդկանց նյութապես օգնելու չեմ էշտա։ Ես կօգնեմ, երբ որ Տեր ինձ կպատվիրի։ Ես կեշտամ հոգևոր առումով օգնելու, կխնդրեմ, ինձ չզանգեք, փող չուզեք։ Ինձ որ զոհաբերություններ եք ուղարկեն, չէ, ինձի նվեր կուղարկեն, ես այդ ամեն ինչ կծառայեցնեմ Աստծո փառքի համար։ Մեծ մասը այդ գումարների $200 է ինձ եկե։ 27000 դրամներ են ինձի տվել, հավատացեք, Աստված վկա է, տվողներն են մի կլսեն ու ցեզի կսեն որ իրոք այդպես է։ Բայց ես ընդամենը այդ փողից առել եմ ինձի մի ադամ բոտաս,
Մեհադմ կալգոտ կա, որովհետև հաստ էի գնացել, հագե խաշեիք արդեն։ Ու ես մնացածը ծառայեցրել եմ այն մարդկանց համար, ում որ Աստված ցույց է տվել ճանապարհածախս եւ այլն, որովհետև ինձի փողը հեչ մի բան չի հետաքրքրել։ Մեծ ճանապարհածախսեր ես կենեմ, որպեսզի ստեղից ընդեղ հասնեմ, տեղից ընդեղ։ Ու հավատացած եղեք, որ այցելությունները շատ կարևոր է, որ կմտնիմ ամեն մեկի ընտանիքը, ես կտեսնեմ, թե ինչքան գանձեր կա ամեն մեկի տունը, որ իրանք միացած են ծառայություններին, բայց ես ծանոթ չեմ։ Ու արդեն բոլորիս մեջ ավելի մեծ մտերմություն ու շփում կառաջանա։ Ծառայությունները կշարունակվի, այցելությունները կշարունակվի, երեխեք ջան, էստի այսքան օր հանգստանամ ու նորից կայցելեմ, ինչպես նաև շատերն էլ պիտի այցելեն մեր տուն։ Ու կսպասեմ տարբեր տեղերից Աստված է դիպերել, որովհետև մենք մեր ընտանիք ենք, մեկ ընտանիք ենք, ունենք մեկ սիրտ, մեկ հոգի։ Ու հավատացած եղեք, ես կնա իմ հարազատներից, իմ բարեկամներից տունը, ինձ կան ազատ, հանգիստ չզգամ, ինչքան իմ հավատակիցներից տունը, որովհետև իրանք Հիսուսինն են, իրանք Աստծուն փնտրող մարդիկ են, մենք ինքան սեր ու ջերմություն կստանանք այնտեղ, որտեղ կեշտամ չեն ուզոր ես էլ դուրս կամ այդ տնից, որովհետև հզոր ձևով աշխատանք կտանի Տերը, հզոր է Տիրոջ ներկայությունը, ես կտեսնեմ ինչ Սուրբ Հոգին քիշնու կլցնի այդ վայրը, ինչ ձևի աղոթքներ կեղնի ազատագրում բժշկություն, օրհնյալ է Տիրոջ Սուրբ ու հզոր անունը հավիտյան։ Երեխեք ջան, նաև ցեզ ասեմ, որ քան որ այցելություններ պտեղնին ու կան մարդիկ, որոնք որ կարիք ունին անմիջական մեր շփմանը, ֆինանսական փոխանցումներ կրնակենեք, որպեսզի ես այցելեմ շատ ընտանիքների։ Հիշեք, այդ ֆինանսները ցերոնք որ դուք որ կուղարկեք, կծառայ պարզապես Աստծո փառքի համար, Աստծո անունի համար ու Աստված վկայ, որ ամեն ինչ ճիշտ կսեմ։ Հեռախոսամարս միշտ բաց թափանցիկ դրած է, որովհետև Հիչ մեկը չկար ես գլուխս կախման կամ բոլորի առաջ կաշխատիմ ճիշտ մաքուր ու ազնիվ եղնիմ։ Ադամն ու Եվան չի պահվան, որովհետև մեղք էին կործել, իսկ ես ոչ թե մեղք չեմ կործել, կկործեմ, բաներ կար չեմ գիտենա ու կենեմ։ Ու հետո Տերս ինձ կբացե ցույց կուտա կուղեմ։ Ամեն մի փոքր բանի մեջ կաշխատիմ Տիրոջը լսեմ։ Իմ 100 դրամս նույնիսկ առանց Աստծո չեմ ծախսել, հավատացեք, որովհետև ամեն ինչ Տիրոջինն է։ Ու ես միշտ կտեսնեմ, որ Տերը ինձ հետ է, ու կրնամ Հիսուսի խոսքերը ես էլ կրկնեմ, եւ ինձ ուղարկողը ինձ հետ է։ Ինձ մենակ չթողեց Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Ովքեր որ Տիրոջ հետ մտերիմ հարաբերություններ ունին, իրանց Աստված կուտա հաստատություն, որ Տերը միշտ ինձի հետ է, որովհետև ես միշտ իրան հաճելի բաներ կենեմ։ Իմ կամքս իմ Տիրոջս կամքն է, իմ ընտրությունս Տիրոջ ընտրությունն է։ Ու փառք Աստծուն, հենց դոր համար Աստված միշտ ինձի հետ է։ Աստված օրհնե բոլորիդ շատ կսիրեմ, թող լցնե բոլորիդ կարիքները լիությունով։ Նորից սկսեմ, ովքեր որ իմ տեսանյութիցս ես, որ Տիրոջով վկայեցի ցեզի, իրանց հարցերի պատասխանները ստացան գրեք մեկնությունների մեջ։ Ովքեր որ փոխանցումներ կուզեն կատարել, հեռախոսահամարի զանգեք, տվյալներ կփոխանցեմ, կկատարեք ձեր փոխանցումներ ու հիշեք, ձեր փոխանցումները կծառայեն Տիրոջ փառքի, Տիրոջ անունի համար։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։